Բարև բոլորին, ժողովուրդ ջան, այնքան լավ եղանակա, ասեցի համ սուրճ խմեմ, համ էլ մեր ծառը զարդարենք։ Այս հատվածները արդեն զարդարել եմ, հիմա մնում է ներսի հատվածը, այսպես տուփը բերել եմ, նայեք հիացենտներս ինչ լավաց աղկել, այստեղն ինձ օնուր հոտ է գալիս, հենց այն որ հավես եմ անում կամ նստեմ ու սուրճ վայելեմ։ Այստեղ ունեմ այսպիսի գեղեցիկ նոր գնաց զատիկի գունավոր ձվեր, հետաքրքիր էս տեսք ունի, այս տուփերի մեջ էր էս պլաստմասը, նոր եմ հանել, նայեք, այսպիսի, պարզապես սրանք կտորից են ու երբ որ կախեմ այստեղ մտածում եմ անձրևներ շատ է գալու ու կփչանան, ափսոս են սրանք, նաև ունեմ տան համար գնաց, նոր եմ գնել էլի, այսպիսի զատիկի փոքրիկ ձվեր, որ կարելի է, ոյ ճուտիկն էլ հետ եկավ, որ կարելի է տունը զարդարել, նաև ունեմ այսպիսի նոր ճուտիկներ գնաց, ինչ լավն են, բայց սրանք կմնան տունը զարդարելու, որտև սա էլ ատան, մեր տան զարդարանքներից է։ Այդպես սիրելիներս, հիմա արագ միասին ծառը զարդարենք, մի խոսքով որոշեցի, որ այս գեղեցիկ ճուտիկները, ձվիկները չկախել էստեղ, այս գունավորները բավական են, այս այսպիսին էլ կա, այսպիսին էլ եք ինչ լավն այս մեկը, սրանք տանը միտեղ անպայման կամ տան համար ճյուղ կգնեմ, տան ճյուղերի վրա կզարդարեմ իրենց, այդպես, իսկ այս մյուս ձվիկները արդեն կզարդարենք այսպես գեղեցիկ մեր ծառի վրա։ Չէ, բայց սա չէի կախելու այստեղ։ Ահա եւ վերջ, սա էլ մեր գեղեցիկ ծառը, հեսա դուրս կամ դրսից էլ նկարեմ, այս տուփը հիմա փակեմ տանեմ ներս, այստեղ ունենք այսպիսի երկու ձու, որ փչացել է, սրանք կթափեմ, իսկ մեր ծառը կարծում եմ, որ գեղեցիկ է, հիմա դրսից էլ նկարեմ, հեռվից շատ գունեղ ու սիրուն է երևում, շուրջ բոլորը, արդեն մեր հարևանները իրենցը արել են, այնտեղ էլ կա, չգիտեմ երև մատի չեմ մոտեցնեմ, չէ չի երևում, բայց արդեն բոլոր հարևանները իրենց բակերը զարդարել են, մենակ մենք էինք մնացել, մենք էլ արեցինք արդեն, ծառը զարդարեցինք, վերջացրեցինք, հիմա կուզեի մի փոքր խոսեի հիացենտների մասին, քանի որ իմ էջում շատ եմ խոսում այս ծաղիկների մասին, որ ես շատ եմ սիրում այս ծաղիկների բույրը, ինձ հիշեցնում է իմ մանկությունը, հիմա կպատմեմ, թե ինչի հետ է կապված իմ հիշողությունները այս ծաղիկների հետ, հարևաններս մի փոքր աղմկում են, ուրեմն այս ծաղիկները կապված են իմ մանկության հետ, իմ տատիկը շատ էր սիրում այս ծաղիկները, ես ինձ ինչ հիշում եմ, գնանք ներսից խոսեմ, որտև դրսում արդեն աղմուկը շատ է։ Ուրեմն հենց ես սկսեցի դրսում վիդեո նկարել, հարևանիս աշխատանք սկսելը բռնեց։ Մի խոսքով սիրելիներս, ինչ էի պատմում, ուրեմն այդ ծաղիկները իմ տատիկը շատ էր սիրում ու ինքը մշակում էր, մենք ունեինք մեծ բակ ու այդ բակում մեծ տարածքներ ունեինք, հողատարածքներ, որտեղ իմ տատիկը այդ ծաղիկներից էր տնկում, այսինքն աշնանը սոխուկները տնկում էր, գարնանը առողջ հիացենտներ, շատ սիրում, բոյով առողջ հիացենտներ էին դուրս գալիս։ Ես էլ իրեն շատ օգնում էի, քանի որ ես շատ էի սիրում այդ հիացենտների հոտը ու տատիկիս հետ հաճելի զրույցներ էինք ունենում, տատիկս ինձ շատ խրատներ էր տալ, իրենց կյանքից էր պատմում, քանի որ ես իմ պապիկին չէի տեսել, իմ պապիկի մասին էր պատմում։ Մի խոսքով շատ հետաքրքիր, ես ու իմ տատիկը ժամանակ էինք անցկացնում։ Հա, ի դեպ նշեմ, որ տատիկս այդ ծաղիկները վաճառում էր, ինքը մշակում էր վաճառելու համար, որովհետև շատ մեծ տարածքներ ունեինք էլի, ու ամբողջ ինքը մենակ էր անում, ու ամբողջ ժամանակ ինքը հողամասում էր, ամբողջ ամառը մինչև խոր աշուն ինքը հողամասում էր անցկացնում, ասում էր, եթե ես չաշխատեմ հողամասում, կհիվանդանամ։
Այդպես, ինչևէ սիրելիներս, ինքը վաճառում էր այդ ծաղիկները, բացի դրանից նաև մեզ էր տալիս, սենց գեղեցիկ փնջեր էր կապում, կողքերը կանանչ ինչ-որ տերևներ էր դնում ու տալիս էր մեզ, որպեսզի մենք տանեինք դպրոց։ Մեր ուսուցչուհիներին էինք տանում, ոչ միայն ինձ, իմ քույրերին, նաև հորեղբորս երեխեքին էր, բոլորիս տալիս էր այդ ծաղիկներից, ուսուցչուհիներս անհամբեր սպասում էին գարնանը, թե երբ պետք է տատիկս մեր միջոցով ծաղիկներ փոխանցեր ուսուցչուհիներին, քանի որ շատ էին սիրում, բոլորը սիրում էին այդ ծաղիկները։ Այդպես, մի օր էլ տատիկս նկատեց, որ ես իսկապես շատ եմ սիրում ծաղիկներ ու հետաքրքրված եմ ծաղիկներով, թե ինչպես են աճում, ոնց է լինում, որոշեց մի օր ինձ այդ սոխուկներից տա, որպեսի բերեմ, ես էլ մեր բակում, տատիկենքս առանձին էին ապրում, նույն բակում էինք ապրում, բայց իրենց բակը առանձին էր, մյուս հորեղբորս բակը առանձին էր, մերը առանձին էր, բայց սենց մեծ տարածք էր, որ մեր բակից շատ հեշտ կարող էինք անցնել հորեղբորս բակ կամ տատիկենցս բակ։ Տատիկս ապրում էր փոքր հորեղբորս հետ։ Ու որոշեց ինձ տա այդ ծաղիկներից, սոխուկներից ես էլ աճեցնեմ, բերեցի ու պապայիս հետ սկսեցինք աճեցնել, քիչ-քիչ շատացրեցինք, մենք էլ սկսեցինք մեծ տարածքներ ունեինք, մենք էլ աճացնել։ Ու երբ որ գալիս էր գարունը, արդեն տաք էր, այդ հյացենտները ծաղկում էին, սուրճ էի պատրաստում, արդեն երիտասարդ էի, մեծ էի, փոքր չէի, սուրճ էի պատրաստում, պապայիս հետ նստում էինք, սուրճ էինք խմում, զրուցում էինք, ու այդ ծաղիկների բույրը ամբողջ սենց գալիս էր դեպի մեզ, դե պատկերացնեք, մեծ տարածքներով ծաղկած հյացենտներ, մեր բակից ինչ անուշ բույր էր գալիս, ամբողջ տարածքով, փողոցով մեկ այդ հյացենտի հոտներ։ Ու այդպես պապայիս հետ շատ հաճելի ժամանակ էի անցկացնում, դրա համար, երբ որ այս հյացենտների բույրը գալիս է, միշտ հիշում եմ իմ այդ ամենահաճելի ժամանակը, այսօր համ պապաս չկա, համ տատիկս չկա, բայց այդ ծաղիկների բույրը իրանց է միշտ հիշացնում, ամեն տարի, երբ որ սկսում է ծաղկել, երբ որ ես ասում եմ, վայ, հյացենտի հոտը եկավ, իմ պապայի, իմ տատիկի բույրն է այդ։ Այսինքն, երբ որ այդ հոտը գալիս է, ինձ թվում է ես իրենց հետ եմ, իրենք իմ կողքն են, ու մի փոքր ընկնում եմ հիշողությունների գիրկը։ Այդպես սիրելիներս, սա էլ ծաղիկիս պատմությունը, կարծում եմ կարճ ու համառոտ պատմեցի, որտեղ ինքը շատ երկար պատմություն ունի իմ պապայի, տատիկի, իմ մանկության, ու ոչ միայն պապայիս, տատիկիս, այլ իմ մանկության, իմ հորեղբոր երեխեքի հետ կապը, մենք այնքան շատ մտերիմ ենք եղել, հիմա էլ կա այդ կապը, բայց դե հեռավորության վրա չես կարող այդ մտերմությունը ունենալ, արդեն մի փոքր սկսում ենք սառել, ինչքան որ հեռախոսով կամ համացանցով կապը լինի, էլ առաջվանը չի լինում, ոնց որ այն ժամանակ էր, որ մենք մի բակում էինք, խաղում էինք, ամեն տունտունիկ էինք խաղում, դրսի բոլոր խաղերը միասին խաղացել ենք ու ոչ միայն մեր բակի, մեր հորեղբոր երեխեքով, քույրերով, այլ հարևանի աղջիկներով, ունեինք մեծ ընկերական շրջապատ, այդպես հավաքվում էինք ու շատ հետաքրքիր լավ ժամանակ էինք անցկացնում։ Մի խոսքով սիրելիներս, դե հիմա ես գնամ մի հատ սուրճս խմեմ, ասեցի չէ, սուրճ եմ դրել ու չխմեցի, ընկա նկարելով, գնամ արագ-արագ սուրճս խմեմ ու անցնեմ իմ գործերին ու հետո էլի կմիանամ ձեզ։ Այստեղ մեզ մոտ օր է փոխվել, շաբաթ է, մեր հանգստյան օրն է, որոշեցինք այսօր մեզ տրամադրել եւ գնալ միտեղ հետաքրքիր ժամանակ անցկացնել, քանի որ ամբողջ շաբաթը առավոտից երեկո աշխատում ենք, երեխաները դասի են, զբաղվածությունը շատ է լինում, շաբաթօրն էլ տան գործերով եմ ընկնում ու այդպես ժամանակ չի լինում, որ այսպես միտեղ գնանք, ընտանիքով լավ ժամանակ անցկացնենք։ Մի խոսքով սիրելիներս, հիմա տանից դուրս ենք եկել, գնում ենք Գեգենֆյորդե քաղաք, Գեգենֆյորդե միասին շատ հաճախ ենք եղել, բայց որոշեցի այս անգամ էլ միասին գնանք, քանի որ ունեմ նոր հետևորդներ, իսկ իրենց կարծում եմ հետաքրքիր կլինի այս քաղաքը, իրենց համար նորություն կլինի։
Քաղաքում լավման գալուց հետո սովածացանք, հիմա էլ եկել ենք մի փոքր հաց ուտենք։ Իրականում այս սրճարանը, ռեստորանը, այսպես անվանեմ իրեն, շատ ենք սիրում, քանի որ ինքը ունի լավ գեղեցիկ տեսարան, բացի դրանից էլ այստեղ շատ համեղ են պատրաստում։ Էյկենֆյորդե քաղաքի կենտրոնում գտնվում է շոկոլադի եւ սառնաշաքարի գործարանը, որի մեջ նաեւ գտնվում է իր խանութը եւ հենց անմիջապես այդտեղից կարող ենք գնել։ Հիմա ես այստեղից մի փոքր շոկոլադ կգնեմ, փոքրիկ շոկոլադներ, որպեսզի համտեսենք, տեսնենք համեղա թե չէ։ Շոկոլադի այս խանութից հետո կգնանք սառնաշաքարի խանութը, որտեղ դրանք առանձին մուտքերով են, նույն տարածքում է, բայց տարբեր մուտքերում։ Այստեղ էլ մեր աչքի առաջ պատրաստում էին սառնաշաքարներ ու բացի դրանից մեզ հյուրասիրեցին այդ պատրաստած սառնաշաքարները։ Դե ինձ սիրելիներս այսօր էլ այսքանը, հուսով եմ ձեզ դուր եկավ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ անգամ նոր ու հետաքրքիր տեսանյութով։